Նարատոր, պատկերացրեք մի աշխարհ, որը պատված է առեղծվածներով, որտեղ ամենապարզ հարցերն ունեին ամենաբարդ և հաճախ սխալ պատասխանները։ Ինչու են առարկաները վերևի փոխարեն ներքև ընկնում։ Ինչն է մոլորակներին պահում գիշերային երկնքում իրենց անձայն, երկնային պարի մեջ։ Դարեր շարունակ սրանք հանելուկներ էին, պատված սնահավատությամբ և հնագույն փիլիսոփայությամբ։ Հետո մի մարդ հայտնվեց, ով համարձակվեց տիեզերքին նայել ոչ թե որպես աստվածային առեղծվածի, այլ որպես մեծ, բարդ մեքենայի, որը կառավարվում է օրենքներով։ Օրենքներ, որոնք կարելի էր իմանալ, հասկանալ և գրի առնել մաթեմատիկայի լեզվով։ Այս մարդը Իսահակ Նյուտոնն էր, ով ծնվել է Անգլիայի մի հանգիստ ֆերմայում, և նախասահմանված էր դառնալու մարդկությանը հայտնի ամենամեծ գիտական մտքերից մեկը։ Նրա հետաքրքրությունը անսահման էր, իսկ նրա ինտելեկտը բանալի էր, որը կբացահայտեր գոյության գաղտնիքները։ Նյուտոնը ավելին էր, քան պարզապես մտածող, նա անողոք դիտորդ էր և հանջարեղ մաթեմատիկոս։ Նա ոչ թե պարզապես մտածում էր աշխարհի մասին, այլ չափում էր այն, հաշվարկում էր այն և ձգտում էր նկարագրել դրա աշխատանքը շնչառություն կտրող ճշգրտությամբ։ Նրանից առաջ գիտությունը գաղափարների խճճված ցանց էր, բայց Նյուտոնը նոր տեսակի պարզություն բերեց։ Նա տեսավ կապեր, որոնք ոչ ոք չէր տեսնում, խնձորի անկումը պտղատու այգում կապելով ֆուսնի վեհ ուղեծրի հետ։ Սա պարզապես հաջող կռահում չէր, այլ տարիների նվիրական աշխատանքի արդյունք, հաշվարկներով և փորձերով նոթատետրեր լցնելու։ Նա ստեղծեց իրեն անհրաժեշտ գործիքները, թե ֆիզիկական, ինչպես օրինակ անդրադարձնող աստղադիտակը, թե մտավոր, ինչպես օրինակ հաշվարկի մաթեմատիկան, որպեսզի ավելի խորը նայեր բնության դիզայնին։ Նրա ճանապարհը մեկ էվրիկա պահի ճանապարհ չէր, այլ խորը հետազոտությունների մի ամբողջ կյանք։ Նա հանգիստ, հաճախ մենակյաց կերպար էր, ով անթիվ ժամեր էր անցկացնում Քեմբրիջի համալսարանի իր աշխատասենյակում։ Հենց այս մենակության մեջ նա դրեց այն հիմքերը, ինչն այժմ անվանում ենք դասական ֆիզիկա։ Նա ոչ թե պարզապես խնդիրներ էր լուծում, այլ ստեղծում էր իրականությունը, հասկանալու բոլորովին նոր շրջանակ։ Նա մեզ տվեց տիեզերքի կանոնների գիրքը, սկզբունքների մի շարք, որոնք բացատրում էին ամեն ինչ, թնդանոթի արկի թռիչքից մինչև հեռավոր գիսաստղերի ուղիները։ Սա հեղափոխական արարք էր, մարդկային գիտակցության փոփոխություն, որը բանականության և դիտարկման ուժը դրեց գիտելիքի մեր որոնման կենտրոնում։ Աշխարհը, որտեղ ծնվել է Նյուտոնը, այնպիսին էր, որտեղ գիտությունն ու մոգությունը հաճախ անբաժանելի էին։ Երկնքի շարժումները համարվում էին հրեշտակների գործը, որոնք լիովին առանձին էին երկրի առօրյա, խառնաշփոթ օրենքներից։ Նյուտոնը ջարդեց այս բաժանումը։ Նա ցույց տվեց, որ նույն ուժը, որը խնձորը քաշում է գետնին, նույն ուժն է, որը ուսինը կապում է մեր մոլորակին։ Սա արմատական գաղափար էր, տիեզերք, որը կառավարվում է համընդհանուր օրենքներով։ Տիեզերքը բաժանված չէր կատարյալ, երկնային տիրույթի և թերի, երկրային տիրույթի։ Այն ամբողջությամբ մեկ միասնական համակարգ էր, որը գործում էր մեկ էլեգանտ կանոնների հավաքածուի ներքո։ Տիեզերքի այս ռացիոնալ, հասկանալի տեսլականը թերևս նրա ամենամեծ նվերն է բոլորիս համար։ Նյուտոնի և ընկնող խնձորի պատմությունը հայտնի է, և դա լավ պատճառ ունի։ Անկախ նրանից, թե արդյոք դա հենց այդպես է տեղի ունեցել, թե ոչ, այն արտահայտում է նրա ամենամեծ պատկերացման էությունը։ Նա տեսավ, թե ինչպես է խնձորն ընկնում ծառից, սովորական առօրյա իրադարձություն, բայց ուրիշները պարզապես խնձոր էին տեսնում։ Նյուտոնը հարց տեսավ. ինչ ուժ է այս, որը խնձորը քաշում է գետնին։ Եվ, ահա երևակայության հանջարեղ թռիչքը, արդյոք այս նույն ուժը հասնում է ավելի բարձր։ Կարող է արդյոք դա լինել հենց նույն ուժը, որը կուսինը պահում է իր ուղեծրում, կանխելով նրա թռիչքը դեպի տիեզերք։ Սա այն պահն էր, երբ երկրային ու երկնայինը միավորվեցին մեկ, համարձակ մտքով։ Դա համընդհանուր զգողականության օրենքի ծնունդն էր։ Նյուտոնը առաջարկեց, որ տիեզերքի յուրաքանչյուր առարկա, որն ունի զանգված, քաշում է յուրաքանչյուր այլ առարկա։ Դուք քաշում եք այս էկրանը, և այն քաշում է ձեզ։ Երկիրը քաշում է ձեզ, այդ իսկ պատճառով մենք դա անվանում ենք քաշ։ Բայց դուք նաև քաշում եք երկիրը։ Ուժը փոխադարձ է։ Պատճառը, որ դուք չեք տեսնում, թե ինչպես է երկիրը թռչում ձեզ հանդիպելու, Նյուտոնի երկրորդ օրենքն է։
Երկիրը հսկայական զանգված ունի, ուստի ձեր փոքրիկ քաշը լիովին աննշան ազդեցություն ունի դրա վրա։ Այս զգողականության ուժի մեծությունը կախված է երկու բանից. առարկաների զանգվածից և դրանց միջև հեռավորությունից։ Ավելի մեծ զանգվածը նշանակում է ավելի ուժեղ քաշում, իսկ ավելի մեծ հեռավորությունը նշանակում է ավելի թույլ քաշում։ Այս պարզ, էլեգանտ օրենքը շատ բաներ բացատրում։ Այն բացատրում էր, թե ինչու են մոլորակները պտտվում էլիպսաձև ուղեցրերով արեգակի շուրջը, մի հանելուկ, որը դարեր շարունակ շփոթեցրել էր աստղագետներին։ Արեգակի հսկայական զգողականությունը անընդհատ քաշում է մոլորակները, թեքելով դրանց ուղիղ գծային ուղիները փակ օղակների։ Դա հրեշտակներ չէին, որոնք դրանք առաջ էին մղում։ Դա նույն անտեսանելի կապն էր, որը խնձորը քաշում է գետնին, պարզապես գործում էր հսկայական, տիեզերական հեռավորությունների վրա։ Նյուտոնի զգողականության օրենքը թույլ տվեց մեզ անհավանական ճշգրտությամբ հաշվարկել մոլորակների շարժումները, կանխատեսել գիսաստղերի վերադարձը և նույնիսկ հայտնաբերել նոր մոլորակներ, ինչպես օրինակ Նեպտունը, պարզապես դիտելով դրանց հարևանների զգողական տատանումները։ Մտածեք, թե ինչ է սա նշանակում։ Ուժը, որը ձեզ պահում է ձեր աթոռին, ուժը, որը կառավարում է օվկիանոսների մակընթացությունը, երբ դրանք քաշվում են լուսնի կողմից, և ուժը, որը 100 միլիարդավոր աստղերի գալակտիկաները միացնում է իրար, նույն ուժն է։ Այն համընդհանուր է։ Նյուտոնը ոչ միայն մեզ հավասարում տվեց, այլև նոր հեռանկար մեր տեղի մասին տիեզերքում։ Մենք առանձին չենք տիեզերքից, դիտելով այն հեռվից։ Մենք դրա մի մասն ենք, միասին պահված նույն անտեսանելի, ամենատարածված ուժով։ Քնձորի անկումը դարձավ բանալի, որը բացահայտեց ամբողջ արեգակնային համակարգի և դրանից դուրս գտնվող մեխանիկան։ Նյուտոնից առաջ տիեզերքը քաոսային և անկանխատեսելի էր թվում։ Նրա աշխատանքը ամեն ինչ փոխեց։ Նա ցույց տվեց, որ տիեզերքը պատահական քմահաճույքների վայր չէր, այլ խորը կարգ ու կանոնի վայր, որը կառավարվում էր մաթեմատիկական օրենքներով։ Սա սեյսմիկ տեղաշարժ էր մարդկային մտածողության մեջ։ Այն մեզ ուժ տվեց։ Եթե տիեզերքը գործում էր կանոններով, ապա մենք կարող էինք սովորել այդ կանոնները։ Մենք կարող էինք դրանք օգտագործել ապագան կանխատեսելու, նոր տեխնոլոգիաներ ստեղծելու և մեր աշխարհը հնարավորինս խորը մակարդակով հասկանալու համար։ Սա գիտական հեղափոխության և դրա ստեղծած ժամանակակից աշխարհի հիմքն է։ Յուրաքանչյուր երկնաքեր, յուրաքանչյուր ինքնաթիռ, յուրաքանչյուր արբանյակ ուղեցրում Նյուտոնի բացահայտած ժամացույցի մեխանիզմով տիեզերքի հզորության վկայությունն է։ Նրա ազդեցությունը շատ ավելին էր, քան պարզապես զգողականություն ու շարժումը։ Նյուտոնը նաև լույսի ուսումնասիրության առաջամարտիկ էր։ Այն ժամանակ, երբ բոլորը հավատում էին, որ սպիտակ լույսը մաքուր և պարզ է, Նյուտոնը այլ կերպ ցույց տվեց։ Օգտագործելով պարզ պրիզմա, նա արևի լույսի շող անցկացրեց դրա միջով և դիտեց, թե ինչպես է այն բաժանվում գույների գեղեցիկ ծիածանի՝ կարմիր, նարնջագույն, դեղին կանաչ, կապույտ, ինդիկո և մանուշակագույն։ Այնուհետև նա վերցրեց երկրորդ պրիզմա և ցույց տվեց, որ կարող է այդ գույները նորից միավորել սպիտակ լույսի մեջ։ Սա ապացուցեց, որ սպիտակ լույսը հիմնարար չէ, այն սպեկտրի, բոլոր գույների խառնուրդ է։ Այս հայտնագործությունը հեղափոխեց լույսի և օպտիկայի մեր պատկերացումները, և այն հիմքն է ամեն ինչի, տեսախցիկներից մինչև աստղադիտակներ և օպտիկա մանրաթելեր, որոնք ապահովում են մեր ինտերնետը։ Իսահակ Նյուտոնի ժառանգությունը պարզապես այն աշխարհն է, որում մենք ապրում ենք այսօր։ Նրա ֆիզիկան ավելի քան 200 տարի մնաց գիտության անվիճելի հիմքը, և նույնիսկ Այնշտայնի հարաբերականության տեսությունների կողմից զգողականության մեր պատկերացումները ծայրահեղ մասշտաբներով կատարելագործելուց հետո, Նյուտոնի օրենքները մնում են կատարյալ ճշգրիտ գրեթե ցանկացած գործնական նպատակի համար։ Մենք դրանք օգտագործում ենք Մարս արբանյակներ ուղարկելու, կամուրջներ կառուցելու և բասկետբոլի գնդակի հետագիծը հաշվարկելու համար, որը գնում է օղակի ուղղությամբ։ Նրա հաշվարկի հայտնագործությունը մեզ տվեց մաթեմատիկական լեզու, նկարագրելու փոփոխությունը և շարժումը, մի գործիք, որն օգտագործվում է գիտության և ճարտարագիտության յուրաքանչյուր ոլորտում։ Նա մեզ տվեց մի տիեզերք, որը մենք կարող էինք հասկանալ։ Ուրեմն,
Ինչու է Նյուտոնը դեռ այդքան կարևոր, որովհետև նա մեզ սովորեցրեց մտածել որպես գիտնականներ։ Նա մեզ ցույց տվեց դիտարկումը, փորձը եւ մաթեմատիկան համատեղելու ուժը։ Նա ապացուցեց, որ տիեզերքի ամենախորը գաղտնիքները մեր հասանելիությունից դուրս չէին։ Դրանք գրված էին մի լեզվով, որը մենք կարող ենք սովորել կարդալ։ Ամեն անգամ, երբ մենք առաքելություն ենք սկսում մեկ այլ աշխարհը ուսումնասիրելու համար, կամ նոր տեխնոլոգիա ենք նախագծում, կամ պարզապես նայում ենք հուսնին եւ հասկանում, թե ինչու է այն մնում այնտեղ, մենք կանգնած ենք այս հսկայի ուսերին։ Իսահակ Նյուտոնը գտավ առեղծվածների տիեզերք եւ մեզ թողեց օրենքների տիեզերք։